G, K հնչյուններից առաջ N բաղաձայնը անգլերենում խլանում է և այդ խլացած ռնգային N-ն տրանսկրիպցիայում նշվում է այսպես. հնչում է long, երկար, bring, բերել, spring, գարուն, song, երգ, think, մտածել, monkey, կապիկ։ G, K հնչյուններից առաջ N-ն խլանում է։ TH բաղաձայները միասին կարող են հնչել th կամ th։ Այս հնչյունները բնորոշ չեն շատ լեզուների, հայերենին նույնպես, մի քիչ դժվարանում են շատերը հնչեցնել ճիշտ, բայց պատկերացրեք, որ th-ն նման է v հնչյունին, բայց արտասանելիս լեզուն պետք է վերին ատամնաշարի հետևում լինի և փորձեք կստացվի արտաբերել th հնչյունը։ This, սա, that, դա, they, նրանք, with, հետ, further, ավելի հեռու, mother, մայրիկ, father, հայրիկ։ TH-ը կարող է հնչել նաև F, սա նման է F հնչյունին, եթե արտասանելիս լեզուն վերին ատամնաշարի ետևին դիպչի։ Think, մտածել, thought, միտք, beneath, ստորև, ներքևում, theory, տեսություն, sixth, վեցերորդ, seventh, յոթերորդ, thick, հաստ, theme, թեմա և այլն։